Ողջույն հարգելի կշերքներ, սա ձեր հորոսկոպն է փետրվար ամսվա համար։ Փետրվարին ձեզ մոտ ակտիվ է 6-րդ տունը, դա առողջության եւ աշխատանքի տունն է, երկուսը միասին, նաեւ ձեր առօրյայի, ձեր ապրելակերպի, ինչպես եք դուք ապրում, ինչ եք դուք անում, ձեր ամենօրյա ռեժիմը։ Որոշ մոլորակներ են ակտիվացնում այդ տունը, որի ժամանակ կարող եք եւ աշխատանք գտնել եւ զբաղվել ձեր առողջությամբ, վերջնականապես զբաղվեք ձեզանով, ձեր առողջությամբ։ Եվ անցնենք հերթականությամբ, այստեղ փետրվարի 1-ին տեղի ունենալու լիալուսին, ձեր 11-րդ տանը, դա վերջնարդյունքների տունն է, որից վերջնական արդյունքներ կունենաք, վերջնական պատասխաններ կարող են լինել, վերջնական ինչ-որ մի բան, որ արել եք նորալուսնի ժամանակ, հիմա ոնց որ դրա պատասխանը կստանաք, դրա կիմանաք, թե ինչ եք անելու հետո։ Սա նաև ոչ է մի ինչ-որ մի տեղեկություն, ոչ է մի լուսավոր մի բան տեղի կունենա, կամ ինչ-որ մի գաղտնիք կարող է բացահայտվել ձեր ընկերոջ վերաբերյալ, ինչ-որ մի բան իմանաք, որը չգիտեք, կամ ձեր ընկերների վերաբերյալ։ Նաև կարող է ինչ-որ մի ընկերոջ հետ վերջնական իրարից հեռանաք, այլևս իրար հետ չշփվեք։ Դա ինչ-որ մի բան է բացահայտում, կամ ինչ-որ մի բանի վերջնակետ է սա, վերջնակետ է դրվում ձեզ մոտ։ Դե լիալուսնի մասին մենք առանձին դեռ կխոսենք, եւ փետրվարի 4-ին Ուրանը վերջնականապես կլինի ուղղահայաց ձեր 8-րդ տանն էր սա, եթե փաստաթղթերի հետ կապված հարցեր կային, որոնք որ ուշանում էին, միգուցե այնտեղ ալիմենտ, թոշակ եւ այլն, այն ինչ-որ կարող խնդիրներ էր առաջացել, կամ համակարգչի հետ էր կարող խնդիրներ առաջացել եւ չեք կարող գրանցել ձեզ որպես թոշակառու, որպես ալիմենտ, կամ վարկի հետ կապված կարող հարցեր էին առաջացել եւ չէին էլ գրանցված, օրինակ դուք վճարում եք կատարել։ Այդ ամենը հիմա քիչ-քիչ արդեն կսկսվի ուղղվել փետրվարի 4-ից սկսված։ Փետրվարի 6-ին Մերկուրին է անցնում ձեր 6-րդ տուն։ Սա շատ լավ ժամանակ է աշխատանքի որոնման համար, նաև առողջության համար։ Կարող մասնագիտական զրույցներ շատ ունենալ, մասնագիտական կապեր ունենալ, գործնական նամակներ, հեռախոսազանգեր ունենաք, դա թիվը ավելի շատ կաճի, մարդկանց հետ ավելի շատ կխոսեք, հատկապես կախված է ձեր աշխատանքի բնույթից, թե ինչով եք դուք զբաղվում։ Նաև այստեղ միգուցե նոր ինչ-որ հայտարարություն տաք, օրինակ ձեզ օգնական է հարկավոր երեխայի խնամքի համար կամ բնակարանի համար եւ իրենց գտնում եք, նաև այստեղ շատ կարող եք խոսել, զրույցներ ունենալ ձեր հաճախորդների հետ, ձեր գործընկերների հետ, ավելի երիտասարդ ձեր գործընկերների հետ, միգուցե ինչ-որ նոր բաներ սովորեք իրենցից, ինչ-որ մի բաներ կարող է պետք լինել, նորացնել ձեր գիտելիքների մեջ եւ իրենց դիմեք։ Կամ նաեւ ավելի բարձր կարգավիճակ ունեցող մարդկանցից, բայց կարծես դեզանտ երիտասարդ են իրենք, տարիքով։ Հնարավոր են նաեւ գործուղումներ, հնարավոր է նաեւ երիտասարդ աշխատակից գա ձեր աշխատավայր։ Նաեւ սա կարող է լինել վերապատրաստման դասընթացների սկիզբ ոմանց համար։ Սովորեք այն հմտությունները, որոնք որ միգուցե դուք արդեն մեծ եք եւ դեռ երիտասարդ տարիքի այդ հմտությունները դեռ չգիտեք, այդ նորացումները, նոր տեխնոլոգիաները կարող գնալ եւ վերապատրաստվել։ Այն ժամանակահատվածում շատերը նաեւ փոխում են իրենց աշխատանքը ավելի բարձր պաշտոնի համար, ավելի բարձր եկամտի համար։ Նաև առողջությամբ կզբաղվեք, հիգիենայով, նաև սննդակարգը կարող եք փոխել այս տարանցման ժամանակ, կարող եք արձակուրդ գնալ կամ դիմել, որ գնաք հանգստանալու, ինչ-որ, բայց դա առողջության հետ կապված կլինի, գնաք, ոչ թե պրոցեդուրաներ ընդունեք։ Եվ այստեղ փետրվարի 10-ին Վեներան է եւս մտնում հենց այդ նույն տուն, դա նշանակում է ամենաառաջինը, որ կարող է սիրավեպ սկսել ձեր աշխատանքի վայրում, կարող է ինչ-որ մեկը գալիս է եւ սիրահարվում եք իրար վրա, կամ նոր աշխատանքի վայր է եւ այդտեղ գնում եք, հավանում եք ոչ մեկին։ Սա սիրով նաեւ կանեք ձեր աշխատանքը,
Սա նաև հարաբերությունները աշխատակիցների հետ հիանալի կլինեն, հա, մեկը մյուսի հետ բարի, հոգատար, այդպես ջերմ կարող եք լինել։ Սա նաև կարող է լինել փոքր առաջ խաղացում, աշխատավարձի կարող է փոքր բարձրացում նաև լինել։ Կարող է լավ, կարող շատ։ Նաև կարող է սա միանվագ, որ չէ ձեզ շնորհակալություն որպես այդպես բոնուսի տեսքով նաև գումար տա։ Եվ ովքեր որ ունեն քրոնիկ հիվանդություններ, սուր հիվանդություններ, ապա հնարավոր է նաև սրվել, այս ժամանակահատվածում Վեներան կարող է ստիպել ձեզ, որ պետք է ուղղակի հետևեք ձեզ։ Նաև ընտանի կենդանիներ, եթե ունեք, ապա իրենց մոտ կարող է ոչ խնդիրներ առաջանան եւ իրենց պետք է տանեք բուժզնման։ Նաև կարող է ձեր գործընկերը այստեղ ձեզ սիրո խոստովանություն անի, ասի, որ այսքան ժամանակ սիրահարված է եղել ձեզ, որովհետև այստեղ հանգույցներն են ձեր 6-րդ տներում եւ շատ հավանական է, շատ մեծ է հավանականությունը, որ նմանատիպ, ճակատագրական որևիցե ինչ-որ մի բան տեղի կունենա ձեր աշխատանքի վայրում, կամ կարող է նոր աշխատանք գտնեք եւ դա հիանալի լինի ձեզ համար։ Փետրվարի 14-ին Սատուրնը մտնում Խոյ նշան, ես ավելի մանրամասն խոսեմ, բնական է այս մասին, բայց ձեր 7-րդ տուն է դա լինում, համենայն դեպս 7-րդ տունը դա սիրո տունն է եւ Սատուրնը այդտեղ կամ քչացնում է սերը, կամ այդ զգացողությունը կարող է լինել, որ ավելի քիչ են ձեզ սիրում, ավելի քիչ կլինի այդ սիլիբիլի պահերը, ավելի կլրջանա, ավելի գործնական կլինի ձեր հարաբերությունները եւ դրանից կարող է մարդիկ ընդհանրապես շատ են բաժանվում, շատ են վիճում հենց այս ժամանակահատվածում, երբ որ Սատուրնը մտնում է իրենց 7-րդ տուն, որովհետեւ դա ձեզ դաս է տալիս եւ այդ դասը եթե չեք անցնում, եւ նա կարող է խզել ձեր կապերը։ Լինի դա ամուսնություն, լինի դա 10 տարվա ամուսնություն, 20, 30, դա բացարձակապես կապ չունի Սատուրնի համար, հենց անգամ կարող 30 տարվա մարդկանց բաժանի իրարից։ Ուղղակի պետք է հասկանալ, որ այս շրջանում դուք պետք է յուրաքանչյուր բան, վատ բան, լարված պահեր, սառնություն, դա զգաք, որ դա Սատուրնից է, պետք չի քայքայել հարաբերությունները, պետք չի ավելի խորանալ դրանց մեջ, որովհետև միևնույն է, դա ձեզ ոչինչ չի տա։ Եվ երբ որ արդեն հետադարձ կլինի, արդեն ամռանը, այդ ժամանակ ձեզ ամբողջությամբ նա դաս է տալու, եւ այդ դասը պետք է հստակ անցնեք, ձեզ փոխվելու հնարավորություն է տալիս, որ դուք ընդունեք ի վերջո այն, ինչը որ ինքն է ձեզ տալիս։ Դա համար այստեղ պետք է շատ զգույշ լինել այս անցման ժամանակ, Սատուրնի հետ կապված։ Առանցին խոսեմ, ես սա նաև գործընկերներն են, որ կարող եք ավելի հասուն գործընկերներ ձեռք բերել, ինչ որ մարդկանց հետ, ովքեր որ պաշտոն ունեն, կարող է լինեն ձեր գործընկերը, նաև դա կարող է նշանակել, որ ձեզանից տարիքով ոչ մեկ հետ կծանոթանաք ամուսնության նպատակով։ Կամ կարող եք ամուսնանալ նման անձնավորության հետ, որ ձեզանից մեծ կլինի։ Փետրվարի 17-ին տեղի կունենա Խավարում ձեր 5-րդ տանը, դե 5-րդ տունը սա սիրո հետ է կապված եւ որից ինչ որ մի թարմացում, ոչ մի նոր բան կմտնի ձեր հարաբերություններում, նոր սեր կարող է առաջանալ սիրո հետ կապված, կարող եք նաեւ վերանայել, տվյալ անձնավորությանը պետք է սիրել արդյոք, պետք է իր հետ շփվել արդյոք, նմանատիպ որից հարցեր կարող են ձեր մեջ առաջանալ, այնպես որ այստեղ խավարումը նաև կարող է տալ ձեզ երեխա, ովքեր որ ցանկանում են հղիանալ, եւ նոր սեր եթե գա խավարման ժամանակ, ապա պետք է հասկանաք, որ այդ սերը լինելու է 18 տարի ամենաքիչը, դա երկար ժամանակի համար է, դա համար լավ պետք է մտածել, երկար պետք է մտածել տվյալ անձնավորությանը ձեր կյանք ընդունելու համար, որովհետև նա կարող է գալ ճակատագրով եւ եթե վատ լինի էլի 18 տարի, այդ սիրո համար կտառապեք, կարող է 9 տարի լինի, բայց այդ սիրո համար կարող եք տառապել եւ նաեւ 18 տարի, ոնց որ մարդը սիրում է, բայց տառապանքի մեջ է, ուղղակի ոչինչ չի կարողանում անել դա ուղղելու համար։
Եվ այստեղ փետրվարի 20-ին Սատուրնը միանում Նեպտունին, եւս սա շատ հզոր միացում է բոլորի համար։ Նայեցեք մինչև այդ փետրվարի 18-ին արևն է մտնում ձկներ նշան, ձեր 6-րդ տուն եւս էլի այդտեղ դուք կարող եք փայլել, ձեր աշխատանքը կարող է փայլել, ձեզ կարող են նկատել, առողջության լավացում այդտեղ միանշանակ։ Դե եթե դայակ եք փնտրում, եթե օգնական եք փնտրում, ապա կգտնեք իրեն աշխատանքը այնպես կանեք, որ ձեզ կնկատեն, հա, որ ինչքան լավ արեցիք, օրինակ այս աշխատանքները։ Ոչ ինչ-որ մի բան դա կլինի, որը ձեզ ավելի կլուսավորի, որպես մասնագետ։ Իսկ արդեն 20-ին փետրվարի Սատուրնը միանում Նեպտունի հետ, ձեր 7-րդ տանը, սա բավականին բարդ ժամանակահատված է ոմանց համար, հատկապես 7-րդ տանը, մենք ճիշտ է ավելի մանրամասն կխոսենք այս մասին, բայց Սատուրնը ընդհանրապես Նեպտունի հետ, Նեպտունը սիրում է ջնջել, սիրում է աղավաղել նաև, սա վարդագույն ակնոցներ են, ոնց որ Սատուրնը ասում է մի հատ լրջացի ելը տեսով է քո կողքը, եւ մյուսն ասում է վայ չէ, ես գժվում եմ իր համար, հա, վարդագույն ակնոցներով չի տեսնում այդ խնդիրները։ Եվ Սատուրնը այստեղ կարող է իրոք իր գործողությունը կարողանա կատարել, հա, դրա համար այս շրջանում դուք պետք է շատ ուշադիր լինեք, շատ զգույշ լինեք, հատկապես եթե ձեզ մոտ ասցենդենտն է կշեռք նշանում, հա, դա ավելի ձեզ մոտ ավելի շատ կանդրադառնա։ Ընդհանրապես Սատուրնը կարգուկանոն է հաստատում, իսկ Նեպտունը դա ամեն ինչը սիրում է հավասարացնել հողին, որ մարդը եւս էլի նորից սկսի կամ հա հարաբերությունները այստեղ ինչ որ մի ձևով կարող է այսպես փլուզվել կամ այն գագաթնակետին հասնեք եւ կախված է արդեն ձեր մոտ միացումներից, հա, իրենք ձեզ փրկեն, հա, եւ կարգուկանոն մտցնեն ձեր հարաբերությունները, որ ահա, սա է, այս իմ սահմանն է, սա այսպես պետքա լինի։ Իրենք երկուսն էլ կեղտոտ մոլորակներ են համարվում, այդքան բարի մոլորակներ չեն, որ ասեմ իրենցով կարող է Նեպտունը շատ մեծ հարստություն տալ, շատ մեծ այստեղ կարող է գործարք կնքեք, որը ձեզ համար հիանալի լինի, եթե հարաբերություններից զատ խոսենք, ապա հա իսկ Սատուրնը հա ոնց որ մարդը լուրջ, հա, ավելի պետք է լուրջ, կարգուկանոնով զբաղվեք ձեր գործերով, ձեր հաճախորդներով, միգուցե իրոք ամբողջ հաճախորդները գնան, եւ հետո արդեն նորերը կան։ Նորերը ավելի լուրջ, ավելի ճիշտ, ավելի ցիվիլ, հա, մարդիկ լինեն կամ ավելի տարիքով մարդիկ լինեն, ովքեր որ գնահատում են ձեր աշխատանքը, հա, ուրիշ ձև արդեն կընկալեն դա։ Դες ամասին ես առանձին կխոսեմ, դա միանշանակ։ Եվ այստեղ փետրվարի 26-ին Մերկուրին է լինում հետադարձ ձեր 6-րդ տանը, եթե ձեզ աշխատանք էին առաջարկել մինչև այս, ապա դուք դեռ կսպասեք, մինչև այդ աշխատանքը, հա, ոնց որ դեռ պետք է, հա, սպասել մինչև ուղղահայաց լինի, Մերկուրին նոր կարողանաք ստանալ կամ աշխատանքի հետ կապված պատասխան կարող ասել են գնացեք, պատասխանը կլինի, ապա պետք է հասկանաք, որ սպասելու եք, երբ որ Մերկուրին կլինի ուղղահայաց, հա, մինչև այդ պատասխաններ այստեղ չկա։ 6-րդ տունը նաև սա հանգիստն է, միգուցե գնում եք հանգստի կանչում են ձեզ հետ նորից, սա նաև գիտեք լավ շրջան է, երբ որ ձեզ կանչեն հետ աշխատանքի ձեր նախկին աշխատանքի վայրից, հա, կարող եք գնալ, որովհետև դա սա հիանալի է այս պահին, վերադառնալ այն աշխատանքին, որը որ դուք արել եք, եթե կանչեն անպայման գնացեք, եւ վերադառնալ այն նույն առողջական խնդիրներին եւ վերջապես լուծել դրանք, հա, որոնք որ ձեզ անհանգստացնում էին։ Եվ փետրվարի 28-ին Մերկուրին է միանում Վեներային, դա կարող է ձեզ բերել համագործակցություն, համատեղ աշխատանք, հնարավոր է ինչ-որ մեկը նաև ներդրում կատարի ձեր աշխատանքի մեջ, կարող է ֆինանսապես այդպես ներդրում լինի, սա կարող է իրոք միանվագ ձեզ համար աշխատավարձ է կամ
դա արդեն 13-րդը անցանք, միգուցե ուշացված են տալիս, բայց դա կարող է լինել ուղղակի բոնուսի տեսքով։ Դա նաև գրավոր աշխատանք է, սա գրական գործունեության ժամանակ է, դա իրենք ձեզ կօգնեն այդ ժամանակ։ Քննություններ կարող եք հանձնել, եթե օրինակ գնացել եք վերապատրաստման աշխատանքի հետ կապված, դա եւս։ Փոխել աշխատանքի վայրը, փոխել նաև պաշտոնը, ավելի այստեղ կբարելավի, կլավանա ձեր հարաբերությունները ձեր կոլեկտիվի հետ, ձեր ում հետ որ աշխատում եք, ձեր գոլեգաների հետ։ Այնպես որ այստեղ եւս հիանալի ժամանակ է։ Այստեղ առողջության հետ կապված բացարձակ խնդիրներ չկան։ Եթե տան օգնականներ եք փնտրում, ապա կգտնեք այնպիսի մարդկանց, ովքեր որ ձեզ նվիրված կլինեն, ովքեր որ կսիրեն ձեր ընտանիքի անդամներին, նույնն էլ դուք, ոնց որ սիմպաթիան կբռնի, կսիրեք իրեն։ Դե շատ լավ ժամանակ է արվեստագետների համար, ովքեր որ արհեստով են զբաղվում, եւս ձեզ համար հիանալի է։ Կարող է նաև այնպիսի մի տեղ մտնեք աշխատելու, օրինակ որ միմիայն կանայք են, կամ ոչ է կնոջ հետ կարող եք որոշել բիզնես հիմնել։ Ինչ որ մի տեղ է, որտեղ նաև պաշտպանում են կանացի իրավունքները, այնտեղ խոսում են, դուք էլ ելույթ ունենալ, խոսել, պաշտպանել կանացի իրավունքները։ Նմանատիպ ոչ է կազմակերպություն կարող եք մտնել եւ աշխատել։ Այսքանը սիրելիներս, ձեզ մաղթում եմ հաջողակ ամիս, թող հաջողություն լինի ամբողջ փետրվար ամսվա ընթացքում։